Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։ Այսօր 2026 թվականի հունվարի 5-ն է արդեն, կեսգիշեր անց, և ավանդույթի համաձայն պետք է բացեմ ամանորյա ձվիկներ։ Այս անգամ վերցրեցի միանգամից մեկ տուփ 36 հատ, քանի որ անցած տարիներին վերցնում էի առանձին, որոշեցի այս անգամ վերցնեմ միանգամից մեկ տուփ։ Ինչպես վերջին մի քանի տարին, այս տարի նույնպես ամբողջ հավաքածուն կազմված է 12 խաղալիքից, ֆիգուրից, և հուսով եմ գոնե 36-ից 2 կոլեկցիա հավաքածու կհավաքենք։ Այս տարի պետք է հավաքենք 3 հավաքածու, տեսնենք կստացվի թե ոչ։ Եթե երկուսս 36-ից հավաքենք, շատ լավ կլինի։ Այս տարի ունենք 3 նկար, 3 փաթեթավորում, ինչպես մի ձմեռ պապի, այս տարի նույնպես ձմեռ պապին, եղջերուն կամ եղնիկը և ձնե մարդը։ Անցած տարի նույնն էր, գրեթե ձմեռ պապի ու ձնե մարդ, միայն եղջերուի փոխարեն բուն էր։ Եկեք միանգամից սկսենք և տեսնենք ինչ է դուրս գալիս։ Այս առաջին ձվիկն է, սկսեցինք։ Ասեմ, որ այս տարի բավականին դժգոհություն կա, ես ինքս շատ դժգոհ եմ հավաքածուիս բուն, քանի որ 12 խաղալիքից 11-ը կրկնություն են։ Պատկերացնում եք 12 խաղալիք, որից մեկ խաղալիքն է ընդամենը նորություն։ Բայց դե ամեն դեպքում պետք է հավաքեմ ամանորյա հավաքածուն, քանի որ եթե ոչ ամենաներից, ապա ամենաներից մեկն է իմ սիրած կինդերի հավաքածուներից։ Այստեղ ներկայացված է ամբողջ հավաքածուն, որը մենք հիմա կբացենք, տեսնենք 12 ֆիգուրները։ Ես մի անգամ ձեզ ցույց տամ, ինչն է հետաքրքիր այս անգամ, որ այստեղ նաև կարելի է ինչ-որ մի բան մաղթան գրել ամանորյա և նվիրել, էդ շատ լավ է։ Այս մի անգամ ձեզ ցույց տվեցի, մյուսները կարծում եմ էլ իմաստ չկա, քանի որ նույն նկարն է լինելու։ Եկեք սկսենք հավաքել ու տեսնենք։ Օրինակ, այս բուն անցած տարի կար։ Ուղղակի այնտեղ ինքը սպիտակ էր և գլխարկը կարմիր էր, հիշում եմ։ Այս անգամ գույնն է ընդամենը փոխվել, դարձել մոխրագույն կանաչ գլխարկով։ Ինքը ֆիգուրը շատ գեղեցիկ է և այսպիսի հավելյալ ինչ-որ հատված ունի, որի միջոցով ֆիգուրները, խաղալիքները միանում են իրար, դառնալով մի շղթա։ Այս մեր առաջին գեղեցիկ բուն։ Դնենք այստեղ։ Տեսնենք ինչ դուրս գա երկրորդից։ Ճիշտն ասած, ես նույնիսկ կինդերի ֆեյսբուքյան էջին գրել եմ այդ մասին, իմ դժգոհությունն եմ արտահայտել, քանի որ երբ որ մարդ սպասում է մի ամբողջ տարի ամանորյա հավաքածուին ու դուրս է գալիս այդքան կրկնություն, այդքան էլ ուրախ չես լինում։ Երկրորդը նոր խաղալիք դուրս եկավ, մեր սկյուրը։ Հիմա տեսնենք սկյուրը։ Ասեմ, որ սա էլ է անցած տարվանից բուն սկյուրը, ինքը կրկնություն, փոխվել է սահնակը։ Գեղեցիկ է, գիտեք, անցած տարվա ես հավաքածուն, երբ որ հավաքեցի, բավական դժվարությամբ ասեմ, այնտեղ ուղղակի այդ վիդեոն այս ալիքում չկա, քանի որ սա իմ նոր ալիքն է, այդ վիդեոները իմ մյուս ալիքում է։ Որոշեցի վերջնական ունենամ մի ալիք, որտեղ իմ հավաքածուների մասին տեսանյութեր կնկարեմ, որից մեկը կինդերն է։ Գեղեցիկ է սահնակով սկյուրը։ Երրորդը կրկնություն չի, այս տարվա մասին է խոսքը։ Բայց ինքը իրականում անցած տարվա նորից
ֆիգուրի կրկնությունն է։ Մի փոքր փոփոխությամբ։ Դուրս է գալիս էլֆը, աղջիկ էլֆը։ Էլֆերը հիմնականում այս վերջի տարիներին լինում են երկու հատ, տղա եւ աղջիկ։ Փորձեմ ձեզ մոտիկից ցույց տամ։ Գեղեցիկ է։ Ամանորյա թողարկումը մի տեսակ իմ համար մի փոքր ավելի հետաքրքիր է, առանձնահատուկ տեղ ունի իմ համար մի քիչ ավելի շատ, քան հիմնական ընդհանուր հավաքածուները։ Ձմեռ պապիկը տեսնենք սահնակով, որ նույնպես անցած տարի եղել է, ընդհանրապես սահնակի գույնն է փոխվել եւ այստեղ պիտակ է ավելացել, որը իհարկե ցանկալի չի։ Ընդհանրապես չեմ սիրում ես ճիշտ ասած որպես հավաքորդ, կոլեկցիոներ, երբ որ թղթից ինչ որ հատվածներ, պիտակներ, այդ իմ համար հաճելի չի։ Մեր ձմեռ պապիկը սահնակով շտապում է երեխաների մոտ, գեղեցիկ է շատ։ Եթե մի կողմ դնենք, որ այս 12-ից 11-ը այս անգամ հավաքածուից կրկնություն են, իրանք բոլորն էլ շատ գեղեցիկ են։ Եկեք այս մի ձախ կողմին ամբողջությամբ բացենք, հետո կանցնենք արջին։ Դեռ լավ ենք սկսել, գիտեք, 4-ից կրկնություն չկա ու այս խոսքից վրա վախենամ կրկնություն դուրս գա։ Վախենամ կրկնություն դուրս գա, որը առաջին կրկնությունը տնենք թողնա իր տեղում։ Սկյուրն էր մեր, ասեմ, սահնակով սկյուրը կրկնություն էր։ Երկրորդ կրկնությունը արդեն աղջիկ էլֆը։ Մատ համոզում, հա, աղջիկ էլֆն է։ Լավ, բավական արդեն կրկնություններ արի, հատ նոր բան դուրս արի։ Նոր ֆիգուր, հա, կարծում եմ նոր է լինում, ինչ-որ տենց զգացողություն ունեմ։ Ու ճիշտ էր։ Ու ճիշտ էր զգացողությունը։ Էս էլ է։ Ինչքան դետալ կա, ժողովուրդ ջան, հələ նայեք։ Մի կապսուլից նայեք, քանի դետալ դուրս եկավ։ Հիմա տեսնեմ ես կհավաքեմ այսքանը շուտ, թե տանջվելու եմ վրան։ Ուրեմն ցույց տամ ձեզ միաժամանակ ու հավաքեմ։ Հոպ։ Հա, ես ասեմ նաև նորից այն մասին, որ այս իմ նոր ալիքն է, այստեղ միայն այսպիսի հավաքորդական թեմաներից են ցույց տալու։ Այն մյուս ալիքը շարունակելու եմ վարել, հայարե ալիքը, բայց այնտեղ կլինի արդեն ուրիշ թեմաներ, այստեղ ուրիշ, եւ չի բացառում, որ մինչև տարվա կես երրորդ ալիքս բացում, այնտեղ արդեն ուրիշ թեմաներ։ Այդպես թեմատիկ պետք է ալիքն էս լինի։ Բայց այդ մասին չեմ ուզում հիմա շատ խոսեմ, այսօր հիմնական մեր թեման ամանորյա կինդեր հավաքածուն է։ Պինգվինիկը էլի սահնակով, ինչ որ սահնակի պես բան է, սահնակով, ակնոցներով հատուկ, գեղեցիկ ամանորյա գլխարկով սահում է։ Մեր 5-րդ ֆիգուրն է արդեն դուրս եկել։ 6-րդից տեսնենք ինչ է դուրս գալիս։ Այստեղ մեր շոկոլադները հավաքվում են արդեն։ Կրկնություն։ Կրկնությունների վրա չեմ ուզում իհարկե ժամանակ անցկացնենք, ծախսենք, միանգամից դնում ենք մի կողմ։ Իմաստ չկա կրկնությունը նորից բացել, ցույց տալ։ Օպա, այնտեղ արդեն քանդվում են շոկոլադը։ Կրկնություն մի դուրս արի էլի։ Ապրես։ Քնտրանքս ըսվեց։ Այստեղ դուրս է գալիս մեր
եղնիկը կամ եղջերուն, որը սահնակով դահուկներով ավելի ճիշտ գալիս է ամանորյա պարահանդես, ասենք։ Այդ ինչ գեղեցիկ եղնիկ եղջերու ունենք դահուկներով, գեղեցիկ աշկերով սիրուն ամեն ինչ տեղին եղջերու է, ջանում են ամեն դեպքում, այդ առումով ֆիգուրները լավ են սարքում, տարեստարի ինչպես շատ ապրանքների որակ վատանում է, կինդերի հավաքածուի խաղալիքները, ֆիգուրները նույնպես ավելի պրիմիտիվ, ավելի անհետաքրքիր են դառնում, եթե անկեղծ, բայց որոշ կրկնություն ձմեռ պապին մեզ պետք չի, բայց որոշակի թեմաներ լավ են փորձում կատարել, ինչքան էլֆա դուրս գալի աղջիկ, պետք է 3 հավաքածու հավաքեմ, դա էլ չեմ մոռանում, բայց դե հիմա ես ձեզ ցույց եմ տալու մեկը, սկյուրը կրկնություն, վերջ, ուրեմն մի փոքր ամփոփենք առաջինս 12-ը, 12-ից կեսը դուրս եկավ նոր խաղալիք, 6 կրկնություն, թողնենք կարճեմ այսպես էլ, անցնենք երկրորդին, հուսով եմ մյուս 12-ից ավելի շատ նոր խաղալիք դուրս կգա, չնայած ինչքան բացում ենք այնքան նոր խաղալիք դուրս գալու հավանականությունը քչանում է, բայց այդքան շատ կրկնություն չեմ ուզենա լինի, որ կրկնությունա դուրս գալի, երկրորդ մեր պինգվինիկը, պինգվինին դրինք իրա տեղում, այդ զենը մարդուց խնդրենք ինչ-որ մի նոր բան, ձնեմարդ ջան, ձնեմարդ, մեզ մի նոր բան դուք բեր, ձնեմարդը չլսես մեր խնդրանքը, եկեք եղջերուից խնդրենք, եղնիկից խնդրենք, կարող եղնիկը կատարի, ապրի եղնիկը մեր խնդրանքը կատարեց ու մեզ բերեց սպիտակ արջ, տեսնենք այս սպիտակ արջին ոնց ենք հավաքում, ինչ-որ չեմ հասկանում, ձեռք, ոտք, երևի սա այսպես, չէ, այսպես է, հա ոնց որ, անկեղծ ասած չեմ կարում այս բան մի վարքյան, հա ճիշտ է սա, պարզապես պետք է գլուխը հարմարացնենք, ինչ դժվար է սպիտակ արջի հավաքելը, ես ինքս էլ արդեն տրամաբանությունը հասկացել եմ, բայց ինչ-որ չի ստացվում սպիտակ արջին հավաքել, այսպես է, սպիտակ արջը մեզ շատ նահանջեց, բայց մի կողմից ուզում ընդհատեմ, որ շարունակեմ վիդեոն, շատ չի երկար, բայց մյուս կողմից էլ չէ, ասեք հանդվելու է սպիտակ արջը, 7-րդը, մեր 7-րդ նոր ֆիգուր խաղալիքը, տեսնենք այստեղ ինչ է դուրս գալիս,
Տեսնենք մեր 8-րդը դուրս է գալիս թե չէ։ Իրար հետևի սպիտակ արջը։ Սպիտակ արջը թող սպասի։ Տեսնենք այստեղ ինչ է։ Մեր երկրորդ ձմեռ պապին ժամանեց մի փոքր ուշացմամբ ժամանեց ամանորյա պարահանդեսի կամ դիմակա հանդեսի։ Ճիշտն ասած անցած տարի ամենադժվարությամբ հավաքեցինք երկրորդ ձմեռ պապին։ Այս տարի լավ է, ձմեռ պապիները երկուսը դուրս եկան։ Ինքը ոնց որ այդպես տեսնենք ոնց է հարը վերջ շատ պարզ։ Նայեք։ Այս ձեռքով ինքը պահելու է այս դեկորացիան, որը ետ պետք է կախենք։ Մի վայրկյան։ Չեմ ուզում ես հիմա Սովորովանը, բայց դե լավ թողնա։ Ամնի ֆիգուրի վրա երկար չեմ ուզում։ 8-րդը։ Մնաց 4 հատ, որպեսզի հավաքենք մի ամբողջ հավաքածու։ Ձմեռ պապին պարկած է սահնակի վրա ոնց որ գալիս։ Ձմեռ պապի, որն ունենք։ Այս ձմեռ պապին անց անգամ էր, եթե չեմ սխալվում 3 հատ թե ավել դուրս էր եկել։ Շատ է դուրս եկել այս ձմեռ պապին։ Ահա, մեր թխուկը անստայ որ նկարում է վիդեոն, ասում է Պեչենկա, ոնց ասեմ։ Վերջում Պեչենկան հայերեն դարձավ թխուկ։ Լավ է հնչում թխուկը։ Այս մեր թխուկը, մի վայրկյան տեսնենք ֆոկուսը։ Այս էլ է կրկնություն։ Նույն ֆիգուրն է անցած տարվա, մի փոքր գունային տարբերությամբ, բաց երանգի եւ այս իրա դահուկա ինչա դա ավելի դա ուրիշ գույն է ուղղակի։ Տնենք այստեղ մեր թխուկին, թխուկջան կանգնի եւ շարունակենք։ Մնաց 3 հատ, ընդամենը 3 ֆիգուր մնաց մեզ։ Ընդամենը 3 ֆիգուր եւ 2025-26 հավաքածուն կունենանք ամանորյա սպիտակ արջ։ Սպիտակ արջ մենք ունենք արդեն։ Լավ որ կրկնությունն է դուրս գալի, որտեղ մենք պետք է ոչ թե 1, այլ 3, պետք է 3 հավաքածու ունենանք։ Բայց դե այնպես չի լինի, որ մեկից ունենանք շատ պինգվին ջան, դու արդեն շատ ես դուրս գալիս։ Մեկից ունենանք 5-6 հատ, մեկից չունենանք։ Այդ դա լավ չի։ Թե չէ որ ամենից 2-3 հատ է դուրս գա, ոչինչ։ Այդ նորություն չի։ Ձմեռ պապին երկրորդն այդ լավ է։ Թող լինի մեր երկրորդ ձմեռ պապին։ Սահնակով։ Մենք չունենք տղա էլֆ։ Տղա էլֆը ընդհանրապես, այսինքն 3 ֆիգուր դուրս չի եկել ընդհանրապես։ Ձմեռ պապի։ Թխուկ եւ վերջացավ մեր երկրորդ 12 հատը, այսինքն 24 հատ կինդեր բացեցինք դեռ, բացել ենք դեռ, որից ունենք 9 հատ ունենք, այսինքն 4.5 հատ է դուրս եկել է, մեկից 6 հատ դուրս եկավ, մեկից 3 հատ։ Շարունակենք,
Քանի դեռ չենք հավաքել ամբողջ հավաքածուն, պետք է շարունակենք բացել։ Սկյուրը արդեն մի քիչ շատ արդեն դուրս գալիս։ Շատ ոնց է դուրս եկավ։ Սկյուր։ Նոր խաղալիք դուրս արի, հա։ Պինգվին։ Նա 9 հատ ընտել։ Մի ամբողջ տուփ բացել եմ, բացում եմ, այն հուսով որ գոնե 1, ես նույնիսկ հույս ունեմ որ 2 հավաքածու։ Ձմեռ պապիկ։ Չնայած չեմ հաշվել այնտեղ ինչ ունեն կրկնությունները, հատ չեմ հիշում։ Բայց քանի դեռ 3-ը ընդհանրապես ոչ մի հատ դուրս չի եկել, մյուս հավաքածուների մասին խոսելը ավելորդ է դեռ։ Վերջ չէ, ուզում ասել վերջապես երկրորդ էլֆը, բայց չէ։ Տեսնենք ձմեռ պապիկից ինչ դուրս կգա։ Այս ձմեռ պապին մեզ մի բան ուրախացնի։ Նոր խաղալիքով ուրախացրեց։ 10-րդը վերջապես երկար սպասված եղջերու։ Մեր երկար սպասված եղջերուն ժամանեց։ Մի վայրկյան ես ինչ ձև, ահա, պարզա։ Նայք։ Մի վայրկյան։ Ակնոցներով հատուկ, ու լավ որ այս ակնոցները իրանք արդեն ներկայացած են։ Ոչ թե պետք է ինչ-որ պիտակ թաքցնել։ Երկրորդ եղջերուն եկավ։ 10-րդ մեր ֆիգուրը վերջապես դուրս եկավ։ Այն 6-ից էլ որ դուրս գա 2-ը, գիտեմ որ մենք տղա էլֆ չունենք, էլ որ չունենք։ Արդեն մտքս ես ճիշտ ասած թռել եմ մի վայրկյան, ես նույնիսկ չեմ էլ հիշում, որը մենք չունենք։ Հա, ձնեմարդը մենք չունենք։ Ձնեմարդը։ Այստեղ շոկոլադները շատ են թափվել։ Տեսնենք դուրս կգա մեր էլֆն ու ձնեմարդը այդ 6-ից։ Մեր եղնիկը, որն ունենք, մի քիչ էս շոկոլադը շատ է փշրում։ Մի քիչ նա ժամկետը թարմ է, բայց ինչ որ շատ է փշրում, որը պիտի այդպես լիներ։ Մատ եկեք նայենք, ես հիշում եմ նայել եմ, բայց նայենք ժամկետին։ Արտադրվել է 2025 թվականի 9-րդ ամսի 22-ին ամսի եւ մինչեւ 26 թվականի 06-19, այսինքն հունիսի 19-ը ուժի մեջ է։ Ժամկետի հետ ոչ մի խնդիր չունի, բայց մի քիչ ինչ որ փշրվում է։ Օ, մեր էլֆը եկավ։ Մեր էլֆը, որը այս ամբողջ 12 ֆիգուրից կազմված հավաքածուից միակ նորությունն է։ Մնացած ինչ տեսնում եք կրկնություն են։ Ինչ տեսնում եք բոլոր կրկնություն են նախորդ տարիների անցած, նախանցած, նույնիսկ նախանցած կրկնություններ են։ Այս միակ էլֆն է, որ կրկնություն չի, այլ այս տարվա նոր մի վայրկյան տեսնենք
Եկեք առաջինը ղեկը ամրացնենք, հա, չէ, ղեկը այսպես, ղեկը ամրացնելուց հետո նոր էլֆին ամրացնենք, հարմարացնենք, պատկերացնում եք, ասելը հեշտ է, բայց դե 12 ֆիգուրա դուրս գալիս, որից միայն սա է նորություն, շատ գեղեցիկ է, բայց գեղեցիկ աչքերով բարի ուրախ էլֆը մեր ժամանեց վերջապես և հուսով եմ իր հետևից կբերի մեր ձնեմարդուն դե հեշտացնում են իրենց գործը վերցնում են նախորդ տարիների ֆիգուրները մի փոքր գունային փոփոխություն ահա և վերջ ահա և թխուկը դե Kinder-ը նաև արդեն ինքը հայտնի բրենդ է նաև ինքը դրանց օգտվում է գիտի որ ժողովուրդը երեխաները շատ են սիրում սպիտակ արջ Գնաց երկու հատ, սա և վերջին ենտեղ է ձնեմարդ ջան դուրս արի վերջացնենք ես ամեն չեղավ և բացում ենք վերջին Kinder-ը շատ փոքր հույսով որ դուրս կգա ձնեմարդը պատկերացնում եք դուրս կա ձնեմարդը բացում եմ և մտածում եմ եթե դուրս չգա ու այսպես թե այնպես կարծում եմ էլի պետք է բացվի Kinder-ներ որպեսզի տեսնենք ինչ ենք անում և իհարկե դուրս չի գալի ձնեմարդը այ դուրս է գալի աղջիկ էլֆը մի վայրկյան ես մտածեմ այնտեղ որտեղ ունեմ մի քանի Kinder այնտեղ ունեմ հիմա բացեմ թե առանձին դա եմ մտածում լավ սա դեռ թվում մնա մի վայրկյան ես մտածեմ գիտեք 36 հատ բացել ենք արդեն 1 տուկ բայց քանի որ հիմա ես ունեմ ևս մի քանի հատ եկեք 3 հատ էլ բացենք ու վերջացնենք եթե դուրս կգա ձնեմարդը կգա չէ հետո կտեսնենք ինչ ենք անում ուրեմն եկեք այսպես դնենք կենտրոնում էս 3 հատը տարբեր նկարներով առաջինը բացենք եղջերուն եղջերուն միգուցե մեզ ձնեմարդ բերի միգուցե հենց սա բերի ու ինչքան է շխկում սկյուրն է գալիս մեզ հյուր եկեք ձնեմարդ բացենք ձնեմարդը դուրս է գալու ձմեռ պապին հեսա մի տեսակ տենց բան եմ զգում այս դահուկով ձմեռ պապին չէ դուրս է գալի ձմեռ պապի կողքի պինգվինը մի վայրկյան նայեմ ես այստեղ եկեք բացենք արդյոք դուրս կգա իհարկե դուրս չի գա ինչ անենք դե ինչ արած ձմեռ պապին ձնեմարդը դուրս չեկավ ձնեմարդը եւի մեզ կսպասեցնի բայց դե իհարկե մենք նրան գտնելու ենք
ինչ էլ որ լինի, 39 կինդր բացեցինք, որից բավական կրկնություններ դուրս եկան, այս պայն մեր առաջ 11-ն է, այսինքն մենք մի ամբողջ հավաքածու 12-ը նույնիսկ 39 չունեցանք, այդքան է լավ չի, հույսներս չարդարացավ, ես հույս ունեի գոնե նույնիսկ, ոչ թե գոնե, նույնիսկ մտածում էի երկու հավաքածուի մասին, բայց անգամ մի հավաքածու ամբողջական չհավաքեցինք, դե ինչ արած, տխրել պետք չի, կսկսենք ման գալ փնտրել ձնեմարդուն, քանի դեռ ցրտերը չեն հեռացել և ձնեմարդը չի հալել ինչ-որ միտեղ, փնտրենք գտնենք ձնեմարդուն, որպեսզի ունենանք 2025-26 թվականի հավաքածուն, այս իմ նոր ալիքն է, սա իմ առաջին երկար տեսանյութն է, մինչև այդ ունեմ երկու կարճ շորտս, կարճ տեսանյութեր, վիդեոներ, սա իմ առաջին տեսանյութն էր, շարունակական կլինի բնականաբար և դեռ այս թեմայի ամանորյա կինդեր հավաքածուների մասին շարունակելու ենք, քանի որ մենք ձնեմարդ ենք փնտրում և բացի այս նաև ես ունեմ այնտեղ նախորդում կա շորտ, որտեղ իմ կինդեր մաքսիներն են ցուցադրված, դեռ չբացված իհարկե և նույնիսկ այնտեղ ունեմ կինդեր մեգա մաքս, եթե չեմ սխալվում այդպես է կոչվում, ամենամեծը, մեկ հատ ունեմ դեռ, կբացենք, երևի վաղ կամ այսօր կբացեմ մաքսիները, հետո կբացեմ այդ գիգանտ հսկա մեծ մեգա մաքսին, դե ինչ, ևս մեկ անգամ շնորհավոր բոլորի ամանորը, Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ ամենայն բարիք, այս անգամ այսքան, հուսով եմ հետաքրքիր է ձեր համար, առայժմ